այսօր տեսակ ես տեսանյութ տեղադրեցի եւ տեղադրվել է հեղեղված է արդեն ամբողջ համացանցը Facebook-յան հարթակը այն մի խայտարակ տեսանյութը տեսաերիզը որ տեսնում եք բորնկությունը իրականում ինչի մասին որ խոսվել է երկրի վարչապետը ասել է որ քերակնոջ հետ է հարաբերություն ունենում հա տոմփում ես եւ այլն որևէ մեկը չի կարող հերքել այն ինչ որ մարդ տենում է իր սեփական աչքերով բայց ես չէի նույնիսկ զարմացել որ արշակը այդ պլանկաշ Սամվելը գիտեք մարդը նարկոտիկի ազդեցության տակ է ես չեմ զարմացել որ ինքը ոչ էլ բան է արել ոչ էլ ընդունել է այդ հանցանքը ասել է անհետեցություն է եւ այլն բայց եկեք քանի որ արդեն մտել եմ ցելի ժողովուրդ ավանդությունը չխախտենք այնուամենայնիվ աղոթքով բացենք անվանումը վերջում կդնեմ օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Զգորձս դերած մերոց ուղի գարայ մեստեր եւ զգորձս դերած մերոց հաջողյա մեզ փարքոր եւ որդվոյ ոգվին սրբո այժմ եւ միշիվավիցյանը սավիրենից ամեն տուրինձ իմաստությունս բարիս խորհել եւ խոսել եւ գործեդրաչի քո ամենայն ժամ իչար խորհրդոցի բանից եւ գործոց բրգյազից եւ ողորմյա քորարածոց եւ ինձ բազմամեղից ամեն Ուրեմն սկսում ենք այդ տեսաերիզից, որը որ դուք դիտեցիք եւ վստահ եմ որ մի քանի անգամ նույնիսկ կարող է դիտած լինեիք, որովհետեւ մարդկանց աչքերը իրանց տեսածին չէին հավատում, որ տեսնում են բացահայտ շնությունը, այլասերությունը, որը որ հրապարակվեց։ Եվ ես հրապարակեցի մի 2-3 ժամ չանցած 10,000-ից ավել էր արդեն դիտումները։ Պատկերացրեք ընդհանուր դիտումների թիվը։ Հիմա սա եզակի բան չէ, սիրելիներ, սա իր կատարած այլանդակ արատավոր քայլերից իբրև եկեղեցականի, հա, պսևդո, ճակերտավոր։ Սա մի փոքրիկ, ոնց ասում են, կապլև մորի, մի փոքրիկ մասնիկն է, որը որ ընդամենը այստեղ հեղեղվեց, որպեսզի մարդկությունը ամբողջ Ես կարծում եմ, որ հետևում են նաև այլ ժողովուրդների ու գործակալներ բաներ անպայման ուսումնասիրում են, թե որ երկրում ինչ է կատարվում, հա, բնականաբար։ Ու այդ խայտարակությունը թող տեսնան, թող բոլորն էլ տեսնան, մենք պիտի այդ ամոթը բերենք դուրս, գիտեք ինչի համար, որպեսզի այդ անփարունակ վիճակը վերջանա։ Որտեւ նախ եւ առաջ ծածկել չի լինի։ Ավետարանն է ասում, որ չկա ծածուկ բան, որի հայտ չգա։ Որևէ բան չես կարող թակուն գործել, որ մի օր բան լինի։ Ջրի երես դուրս չգա։ Ես գիտեմ, որ նույնիսկ արդեն ինչ որ մեկը դիմել է դատարան եւ ես շատ ուրախացա, որովհետեւ ես պիտի առաջարկեի պլանկաշ Սամվել Խաչատրյանին, եթե ինքը կասկածի տակ է դնում այդ տեսաերիզը, շատ հեշտ ձևը կա դրան ստուգելու։ Տեսեք ինչ աբսուրդ է, ասում արհեստական ինտելեկտ է սա։ Կորենք, մենք չենք տեսնում, որ դա դու ես, այնն քերակի նտ է Տեր Կորյուն Քաղանայի, որին ես ճանաչել եմ անձամբ, մահացել է մարդը ողորմի իրեն։ Իրա երեց կնոջ հետ իր պոռնկությունը։ Հասկանում եք, մենք ոչ մեկս էլ կույր չենք, որքան էլ վատ տեսնանք, մենք տեսնում ենք ու տարբերում ենք Սամվել, պլանկաշ Սամվել, քո դեմքը ուրիշ մարդկանց դեմքից։ Տարբերում ենք։ Ուրեմն ինքը Եթե արդար էր, ասեր, ես գիտեք ինչ, մեղադրվել եմ, այո, բայց քանի որ ես անմեղ գառ եմ, ես գնալու եմ դատարան, դիմեմ, որպեսզի ստուգեն։ Գործիքներ կան, այսօր շատ հեշտ է ստուգվում։ Արդյոք արհեստական ինտելեկտի սարկազմն է, թե գիտեք, անզեն աչքով երևում է, ես կարամ 1000 ու մի օրինակ բերեմ, որը որ սակված է եւ այստեղ պատտվում է արհեստական ինտելեկտի գործը, եւ երբ որ ես էլ ռոլիկը Սերժը Քոչարյանը նվագում են այնտեղ տարբեր դեմքեր են։ Արհեստական ինտելեկտի աշխատանք է դա։ Ուղղակի ծիծաղելի բան է եւ մեր թեմայից դուրս չէ դրա համար տեղադրել են, ոչ թե դրա համար որ մարդիկ հավատան, որ դա իրականում նրանք նստած են դուդուկը նվագում են։ Ոչ։ Երևում է դա, բայց սա իրական է։ Լավ, գցենք դու մեզ լոլո ես ուզում կարդալ կան գործիքներ կան էքսպերտիզայի միջոցառումը, որը որ անմիջապես բանը դիագնոզը ոնց որ ասած կդնի, հա, եւ ամեն ինչ իր տեղը կգա։ Բայց նրանք խուսափում են դրանից, որտեղ դա իրականություն է, ճշմարտություն է։ Հեղեղել ենք այն, ինչ որ կա։ Եվ քավլիցի որևէ մեկը, օրինակ մեկը լինի ես չեմ դնի այն բանը, որը իրականությունը չի անպատասխանում։ Ինչի համար ես ինձ դրա մեղ կավելացնեմ։ Ես Աստծուց եմ վախենում։ Ես շատ աստվածավախ մարդ եմ։ Ես շատ մեղավոր մարդ եմ, ես Հիսուս Քրիստոսի ծառան եմ։ Իրա ոտի տակի փոշինել չեմ, արժանիք չունեմ լինելու նույնիսկ, մրջունն եմ։ Մրջունը փիղա։
Այն համեմատությամբ ես ինձ այդպես եմ դիտում։ Հիսուս Քրիստոսի առաջ։ Մրջունը պիղ է, ես դրանից էլ փոքր եմ։ Բայց իմ աստվածավախությունը եւ նվիրումը մեր Տիրոջը ինձ երբեք թույլ չի տա անել այն, ինչ որ չի համապատասխանում իրականությանը։ Սա ճշմարտություն է։ Բորնիկ ես դու, ոչ մենակ նարկաման, նաեւ բորնիկ։ Արշակ չէ arczepiskopos, իրականության մեջ պլանկար Սամվել։ Ուրեմն, եթե Կտրիչ Ներսիսյանը այդպես ափալ-թափալ սաղին, այդ թվում Տեր Արամին կարգասուր կերճակել, բա Կտրիչ Ներսիսյանը տեսայերիզը չես տեսել, այ խուլիգան, այ փչացած։ Գիտես ինչի չես արել Կտրիչ Ներսիսյան, քեզ պատասխանեմ, որովհետև նույն նյութերը ունի քո վրա նաև պլանկար Սամվելը, Արշակ arczepiskopos Խաչատրյանը, որը կարող այդ տեսայերիզը դնի, ոնց ես դու Պորնականում քո հավաքարարի հետ, որը մաքրում է, մեր աղջիկ գալիս են մաքրում են վեհարանը։ Այ ինքը այդ տեսայերիզը կդնի այդ դեպքում։ Վստահաբար ինքը դրել է այնտեղ տեսախցիկ եւ քո վրա դա ունի։ Առնվազն գոնե դա ունի։ Ես չեմ ասում Տեր Վարչե Հայրապետյան կար, որ Նիցան այսպես մատների վրա պրծնում էր հոլի պես այդ համայնքը ամեն ինչը։ Եվ Կտրիչը իրա դուդուկի տակ էր ապարում։ Իրան պաշտպանում էր ատամներով, ասում էր իրա սքեմը իմ պատիվն է։ Ինչի համար։ Որտեւ ինքը գնացել էր Մոնտե Կարլոյի կազինոն հետ, հետո միասին գնացել են Բաղնիկ, տալել են այնտեղ անառակներ, հետո սախ նկարել էր Տեր Վաչեն, հետո էլ Կտրիչին ասել է, որ կոպիան ուղարկել էր, ասել է տես, ինձի պիտի հյուրի փերի պես պայես, աչքի լույսի պես պայես, թե չէ, այս ամենը կհայտնվի համացանցում մեկ վայրկյանի մեջ։ Դրա համար Տեր Վաչեն ինչ ուզես անում է եկեղեցում է, վաղը կարա բերի չակուշը Կտրիչի գլխին զարգել եւ նա ձեն չի հանելու։ Այս սա է խնդիրը, սիրելի ժողովուրդ։ Ուրեմն արդարությունը ուր մնաց, իրականությունը ուր մնաց, եկեղեցական կանոն նկարքը ուր մնաց, գոյություն չունի։ Եվ դրանք փորձում են ուրեմն կեղծիքներով, խաբեբայությամբ մարդկանց ասել, որ իբր թե բան է։ Այնտեղ վաղը պարականոն, չգիտեմ, անվանվեր պատարակ պիտի լինի։ Ոչ, վաղը օհանավանքում լինելու է ճշմարիտ, իրական պատարակը։ Այն պատարակը, որը ինքն Աստված կիջնի այս կիհի մեջ, որտեղ այդ պատարակը ընդունելի է Աստծուն եւ հաճելի։ Այնտեղ չկա կեղծիք, այնտեղ խաբեբայություն չկա, այնտեղ կա ազնիվ նվիրում եւ ժողովրդի փոխադարձ սերն ու հարգանքը Տեր հոր նկատմամբ։ Տեսեք, ես իրեն ժողովուրդ, ես խոմ չեմ ճանաչում այդ մարդուն կամ կարող է ես անձնական ինչ որ բան ունեմ, շահագրգռվածություն ունեմ։ Ես ճշմարտության կողմն եմ, միշտ ձեզ ասել եմ, ես ջատագողն եմ, ճշմարտության հետևորդն եմ, ես ծառայ եմ Աստծուն եւ իմ կյանքը նվիրել եմ Տիրոջը։ Իմ ընտանիքի մեջ էլ նույնն եմ քարոզում, դաստիարակում եմ, փորձում եմ ինչքան որ հնարավոր է ավելի շատ ցանկանում եմ որ իրանք բոլորն էլ հավատքի մեջ են, բայց ես ցանկանում եմ ավելի ջերմերան դառնալ։ Սա է իմ բանը։ Նույնիսկ իմ ծնողներիս եմ դաստվել, որ նրանք լրիվ ուրիշ բանի մեջ են մեծացել եւ այլն ուրիշ ժամանակներում։ Աստված ոգին լույսը դարձնի մամաս, հանգուցյալ է, միշտ էլ իրեն խոսել եմ, պապաս ողջ է Փառք Աստծո, իրեն էլ միշտ դասերը տվել եմ։ Այսինքն իմ հարազատներին բոլորին եւ ընտանիքիս անդամներին։ Սա ինչ է նշանակում, սիրելի ժողովուրդ, մեր կյանքի իմաստը այստեղ ապրելը հոգին փրկելու համար։ Մենք ապրում ենք այստեղ ժամանակավոր, հյուրեր ենք, բոլորս էլ եկել ենք այս աշխարհի մեջ հյուր որպես կթողենք կհեռանանք։ Ուրեմն այս մոտեցումն է, այս հավատքն է, որ մեզ առաջնորդում է։ Եվ ինչի ենք նախանձախնդիր, ինչի ենք այդքան լծված, որովհետև տեսնում ենք սրբավայրը վերածել են խաղալիքի, ինչ որ մի անորմալ մարդիկ եկել են, ոչ մի կապ չունեցող։ Դուք հասկանում եք, նույնը ես գնամ վաղը, ես չեմ իմանում, հա, ես բժիշկ չեմ։ Նույնը ես գնամ վիրահատություններ անեմ հիվանդանոցում, չգիտեմ, ատամնաբուժ աշխատեմ, չգիտեմ, գնամ ինչ որ մի գործնեությամբ զբաղվեմ, որը որ ես դրա մասնակետը չեմ իմանում։ Սա շատ բարձ օրինակ եմ բերում, որպեսզի մեր հայ ժողովուրդը դա հստակ իր համար արձանագրի։ Ինչպես կարող է մարդը, որը հավատք չունի, Աստծուն չի ճանաչում, որը որ այդքան հեռու են նրանք Աստծուց, Աստծո խոսքից, իրենց համար դա խորթ է, իրենք դրան ոչ հավատում են, ոչ ընդունում են դա։ Եկել են տակուկ տեղ են գտել, փողի տեղ են գտել։ Այդ է եղել, ամբողջ պատմությունը դրա շուրջն է պատտվում։ Հիմա տեսեք, եթե լիներ իրական հալածանք, հա, ոնց իրանք ուզում են ներկայացնել։ Ասենք հավատքի համար հետապնդել Փաշինյանը։ Ոնց որ 37 թվականին, այն որ խոսում են, հա, Ստալինի Բերիայի օրոք, Քրիստոսի խաչի համար էին հետապնդում հոգևորականներին, տանջում, հալածում, Քրիստոսի համար։ Իսկ այստեղ Փաշինյանը ընկել է իրենց հետևից, որպեսզի նրանք Քրիստոս չեն պաշտում,
Կեղտ են, որ պղծում են եկեղեցին, ինքը պաշտպանում է եկեղեցին։ Ուրեմն 37 թիվն է դա։ Հասկանում եք կեղծիկի աստիճանը, հասկանում եք, որ այս մարդկանց ուղեղը փչացած է։ Ուղեղը հիվանդ է։ Այս մարդիկ հոգեկան խանգարումք ունեն, նրանք աննորմալներ են իրականության մեջ, որտեղ դրանք նորմայից դուրս են, առողջ դատողություն չունեն։ Իհարկե Գիժ Գրիգորի գեները մեջն են կտրիչի մեջ, նա աննորմալ է։ 100%-անոց աննորմալ, եթե նա չի հասկանում իրականությունը, ինչ է կատարվել այսօր օրինակի համար։ Այդ ինքը պետք է վարկյան առաջ պիտի ասե չամադանը թավակի, արշակ ու յալլա այստեղից։ Բայց ասում է վաղը պիտի Պարեն երկեն ձեռնադրություն քահանայական անեն, դեռ ես մտածում եմ, որ կարող է դա ձախողվի, որովհետև շատ լարված է, իսկապես լարված է իրավիճակը, բանում, վանքում։ Բայց ես ձեզ մի բան էլ պիտի ասեմ, որ թերթերում գրվեց, նույնիսկ ես զարմացա Civic կետայից էլ այդ ինֆորմացիան, դա սուտ է։ Չի եղել ոչ մի հրաժարականի պահանջ, այսինքն չի պահանջել Կտրիչ Ներսիսյանի հրաժարականը Արշակ Չարքեպիսկոպոս ուրեմն Խաչատրյանը։ Դա կեղծիք էր, վրոս էր, վրոս, որովհետև նա չի կարող պահանջել։ Ինչպես կարող է պահանջել։ Այն ասում է բիտինի բիտովա վիզյոտ, հա, այդ դեպքն է։ Դուք հասկանում եք, ոնց կարող է նա պահանջել այն մարդու հրաժարականը, որ այն մարդը քո նկատմամբ ունի շատ բաներ, նյութեր ունի, որը կարա մի անգամից հրապարակի։ Եվ նույնը այդ ունի մյուսի վրա, այսինքն նրանք երկուսն էլ խոցելի են, այո, իրար ատում են։ Իրար ատում են, որովհետև նա մտել է ոչ մենակ այդ թերակնոջ հետ է շնություն արել, նա մտել է Կտրիչ Ներսիսյանի ընտանեկան, այսպես ասած, կյանքի մեջ, այսինքն ձեզ բացատրեմ։ Եղբոր որդին Գևորգ Ներսիսյանը 4-րդ սովխոզի գյուղապետը, աշխարհիկ մարդ է, թունդ հանրապետական, սերժական, հարբեցող, այո, բան ունի, սեր ունի նաև տղաների հետ պարկել եւ շատ ուսանողների հետ նա պարկել է շատ։ Կտրիչ ուղարկում է, ու այդքան ուժ չուներ, հա, ամեն մեկի հետ պարկելու, դրա մոտ էր ուղարկում, որ նա պարկի իրենց հետ, դրանց փչացնի։ Այդ բոլորը մենք ստուգելու ենք մինչև վերջ։ Ուրեմն այդ Կտրիչ Ներսիսյանի եղբայրը, Գևորգ Ներսիսյանի մի հատ փչացուկ դատախազ կար Արմավիրի թեմում, Արմավիրի մարզում, բանը, Կորյուն Ներսիսյանը, որին դուրս շպրտեցին այդ այլանդակությունը։ Այն նա Գևորգի որդին է, հա։ Փաստորեն հոպարն է Կտրիչը նրա։ Այն նրա կնոջը այդ Կորյուն Ներսիսյանի ամուսնացած վիճակով նրա կնոջ հետ պարկել է Արշակ Խաչատրյանը, այլանդակություններ է արել։ Այդ օրվանից նրանց հարաբերությունները թունավորվել են, բայց հանդուրժում են իրար, որովհետև ամեն մեկը ունի կորցնելու բան, փաստեր ունի։ Այս սրա վրա կոմպրոմատ ունի, նա էլ նրա վրա կոմպրոմատ ունի։ Այսինքն ձեզ ասում եմ ճշմարտությունը, տեսեք ինչքան զզվելի է, չէ՞, այդ թեմաներից խոսացել լինել, բայց դա փաստ է։ Ոնց կարանք չխոսանք մենք։ Եթե մենք չխոսանք, այդ կեղտը չի վերջանա։ Մենք խոսում ենք ինչի համար, որ ուղղակի ուզում ենք կեղտոտ բաների մասին խոսալ կամ ուզում ենք սրա նրա բանը տրուսիկների մեջ մտնել, ոչ, մենք խոսում ենք այդ թեմաներով, որպեսզի այս սրբապղծությունը, եթե դա եկեղեցու հետ կապ չունենա, օրինակ նրանք աշխարհական մարդիկ լինեին, բոլորը, հա, եւ ապրեին ամեն մեկը մի այլանդակ կյանքով, մեր ինչ գործներ, շատ ներողություն, իմ ինչ գործներ, ես պիտի խոսեի դրանց վարքի մասին, բացարձակապես։ Ես այն բանտարկյալ Վարդան Ղուկասյանի բանը չունեմ, որը ամեն մեկի ընտանիքն էր մտնում, հա, խոսում էր, որը կարիք չկար ամենևին այդպիսի բաներով զբաղվել։ Ես խոսում եմ ընդամենը այն պատճառով, որովհետև նրանք պղծում են մեր մայր եկեղեցին, նրանք եկեղեցականների ազնիվ դասը հեռացրել են ապօրինաբար եկեղեցուց, խախտելով բոլոր եկեղեցական Հայաստանի Արաքելական Սուրբ եկեղեցու կանոնակարգը, ստեղծել են ճահիճ այնտեղ, ավերակ են դարձել եւ անապատի հոգեվոր իմաստով անապատի են վերածել, Կուկուշկայի աթոռի են վերածել մայր աթոռը, որտեղ մի հատ հիմա նոր կուկու բուսնեց, առաջ Վահրամներ, թութակերն է, սա կուկուն է, այդ գանձանակ գողացող այդ Տեր Եսային։ Բախի ծպտուն չի անում այդ բորնկության վրա։ Այն ասի աստրիկ, ասորիկ շաբեղան։ Նա այդ ծպտուն չի անում, քիչ են անում այդ ծպտունը, որովհետև այդ բորնիկները շատ լավ գիտեն այդ կեղտոտությունը, որ տեղի է ունեցել, որ դա իրական տեսանյութ է եւ ցանկացած էքսպերտիզան ուզում ես հրավիրի ցանկացած մեկը պիտի ապացուցի եւ աչք կհանի պլանկար Սամբելի, որ դա իրական է։ Ես հասկանում եմ, կարող է ինքը դոզայի տակ է լինում, չի հասկանում ինչ է անում, դա էլ չի բացառվում, որ նարկոման է, եւ պիտի տանես հատուկ դիսպանսեր կա, բուժես այնտեղ։ Հիվանդ է մարդը, բացի ամեն ինչը։
Կարող է այդ ժամանակ հիշողության կորուստ ունի ու դրա համար զարմանում է։ Այսինքն մենք այստեղից ասում ենք, որ նա բացահայտ նագլի ձևով ստում է, բայց գուցե այդ դոզայի տակ նա մոռանում է հետո իր արածները։ Բայց մենք դրանք կհիշացնենք։ Այդ դիսպանսերն էլ կաշխատենք, ամեն ինչ կանենք, տեղավորենք քեզի։ Պլանկար Սամվել, որ դու պետք է ոչ թե եկեղեցում պաշտոնավարես, դու պետք է լուրջ բուժման կարիք ունես դիսպանսերում, նարկալագիչիսկի դիսպանսեր, ասենց են կոչում։ Այդ տեղում պետք է դու ստանաս համապատասխան բուժում։ Եվ պիտի ասեմ հետևյալը, որ այսօր շատ ուրախացա ես, երբ քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ Արագածոտ ընթեմի այդ fake քաղանաներին, որոնք իրար քֆուր են տալիս, իրար ծեծում են։ Ես ոչ չեմ ասում դա իրականություն է, նույն բանն է, դա փաստ է։ Հիմա մենք դա ասում ենք ինչ որ տեղի է ունեցել, չէ՞։ Հիմա մենք որևէ մեկին զրպարտում ենք, ոչ։ Մենք ասում ենք ինչով դրանք զբաղվում են։ Ես ինչ գիտեմ։ Ես Եվրոպայում եմ ապրում, ես շատ գիտեմ, իսկ դրանց երեսները չգիտեմ այդ այլանդակները։ Ճիշտ է, մեկի երեսը, որ նայում ես, մեկը մյուսից ավելի սարսափելի է։ Դիվային ոնց որ բաներ լինեն, ուժեր լինեն։ Ոչ թե հոգևորականներ, այլ ֆարաջեքով դևեր։ Ուրեմն դրանց այդ դևերին կանչել են քննչական կոմիտեն։ Եվ Արագածոտ ընթեմի լկտի, ուրեմն հրապարակումը նկատեցի, որ ասում է պիտի չգնան։ Ուրեմն այստեղից կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը անմիջապես մի սպասեք ժամը 9-ին, որ պիտի գան։ Ժամը 7-ին առավոտը տեղաշորից անեք ամեն մեկին, ականջից բռնեք, քարշ տվեք քննչական կոմիտեն։ Էդ էր մնացել, բերման ենթարկեք, էդ էր մնացել պակաս, այդ բոզի լակոտները խուսափեն կատարել իրավապահ մարմինների օրինական պահանջը։ Չի լինի, նրանք բոլորը պետք է ենթարկվեն Հայաստանի Հանրապետության գործող օրենքին եւ իրավապահ համակարգի իրենց այդ պահանջը պարտավոր են նրանք, որ ստացել են այդ ստացականը, չգիտեմ, ինչպես են դրանց հայտնել այդ բանը, այնուամենայնիվ որ ստացել են նրանք այս ամենը, պետք է դրան համահունչ գործեն։ Սա է պահանջում ավետարանի խոսքը, կայսրինը տուր, Աստծունը։ Պետությունից ստացել ես հրաման, ներկայանաս, պարտավոր ես գալ։ Այդ Քրիստոսը մեր Տերը եկավ ներկայացավ, Սինեդրոնի առաջ կանգնեց, թագավորական պալատ բերեցին, Տիրոջը։ Ինչի համար կանգնեց, կարար այդ սաղ հեչ աներ։ Իր ձեռն էր ամեն ինչ։ Այդ սաղ անցավ ցույց տալու, որ պարտավոր ենք այդ բոլոր անց։ Նույնիսկ եթե դա անարդար լիներ, դրանք սուսուփուս, եթե նրանք հոգևորական լինեին, չէ՞, թեկուզ անարդար տանեին։ 37 թվականին այդքան լավ հոգևորականներ կային, որոնք սուսուփուս իրենց խաչը տարան, նեղությունը տարան։ Բայց քանի որ նրանք խուլիգաններ են զգեստներով, նրանք ֆարաջեքով գաբեկ են, ոչ թե հոգևորականներ, այդ դրա համար դրանք այդպես ընդվզում եւ ըմբոստանում են, որ չգնան եւ չներկայանան համապատասխան ուրեմն այդ պատկան մարմիններին։ Այստեղից ուրիշ հետևություն չեն կարող անել։ Ես կրկնում եմ, ոչ եմ անում եւս մեկ անգամ ոստիկանությանը բերման ենթարկել այդ սրիկաներին։ Այնտեղ պետք է վաղը լինեն իհարկե այդ տարածքում եւ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ, քաղաքացիական հագուստով, եւ պետք է լինեն սև եւ կարմիր բերետավորները եւ ոստիկանությունը, լեփլեցուն պիտի լինի այնտեղ, որ սադրանքներին եթե գնան եւ գնալու են, գիտեք, դրանք խուլիգան են, ես չեմ տեսել, նոր Հայաստան, նոր հայրապետ նախաձեռնության շարժման ժամանակ ինչին դիմեցին, ամեն ստոր քայլի, ամեն հանցագործության։ Այս մարդիկ ոչ ռագործներ են բողնուցուցող, նրանք ընդունակ են ամեն մի ստորության։ Ուրեմն անելու են։ Եվ պիտի զանգվածային այնտեղ կարգով շարքով ձերբակալություններ լինեն։ Պետք է կալանավորեն այն մարդկանց, ովքեր որ կազմակերպել են խուլիգաններին, այդ մելքի բաներին, այդ սոշկեքին բաներին պետք է բանի մեջ դնեն, մեքենաների ոստիկանական ու տեղափոխեն բաժին։ Թույլ չպիտի տրվի, որ պատարակը խանգարեն հանկարծ այնտեղ, խուժանություն անեն, ժողովրդին վախացնեն, չգիտեմ, գան հայբույ անեն եւ այդ քաղանաները դրա համար չեն ուզում գան, քանի որ Կտրիշ Ներսիսյանը հանձնարարական է տվել, ես սա հստակ կարող եմ որպես ինֆորմացիա, այլ փաստացի ինֆորմացիա փոխանցել, որ Կտրիշ Ներսիսյանը հանձնարարել է, որ այդ խուլիգան քաղանաները գնան այնտեղ եւ այնտեղ բան անեն, սերմանեն ուրեմն տարբեր ձևի անախորժություններ, որ խափանեն պատարակը կամ փչացնեն պատարակը կամ ինչ որ մի բան ընդեղ լինի, աղմուկ աղաղակ լինի եւ այլն։ Այս սա է իրենց բանը։ Իսկ սա պետք է բացառել։ Դրա համար ես կոչ եմ անում իրավապահ համակարգին, մինչև ատամները զինված լինել այնտեղ, որպեսզի
խափանեն եւ չեզոքացնեն ամեն մի տեսակի սադրանք եւ նման սրիկայական գործողություն։ Սա ճշմարտություն է։ Եվ Աստված ինքն տնօրինելու է վաղը, որ մեր երկրի վարչապետը գալու է այնտեղ, մասնակցելու է պատարակի սուրբ հաղորդություն է ստանալու եւ Հայաստանի Արաքելական եկեղեցու բոլոր հետևորդները, ովքեր վաղը կգնան եւ ուխտավորները այնտեղ, նրանք կմոտենան հաղորդություն կառնեն, օրհնություն կառնեն Տեր Արամից, որտեղ Տեր Արամն է քաղանան օհանավանքի, ուրիշ քաղանա չկա, Տեր Սարգիս գոյություն չունի, այդ խուլիգան լնգուլավազին պետք է պատժել իրեն, պատժել, որտեղ սադրանքների համար է դրված այնտեղ, հատուկ նշանակված է, որ գուցե եւ իրեն հանձնարարվել է թույնել Տեր Արամին, ես չգիտեմ, բայց պետք է զգուշացնեմ իրավապահներին, քանի որ Կտրիչ Ներսիսյանը սպանել է Կարեն Սատյանին, արդեն գործը տվել ենք, արդեն գործը ուղարկել են քննչական այդ հոդվածով, արդեն ստուգում են, պիտի աշխատանքներ բացեն քննչականում այդ հարցի վերաբերյալ, որտեղ երիտասարդը հանկարծամախ եղավ, տարան վիրահատեցին, մեռավ մարդը, առողջ է, ոչ մի բան գանգատներ չուներ, երիտասարդ էր, ինձնից երկու անգամ երիտասարդներ, իմ երեխայի թայներ, ուզում եմ ասել, այս բանով պետք է ուրեմն զգոն լինեն, որովհետև ես չեմ բացառում, որ Տեր Սարգսին ուղարկել է, որ թունավորի Տեր Արամին այնտեղ մերցնի։ Դրանք սրբություն չունեն, դուք հասկանում եք, նրանք ամեն ինչին ընդունակ են այս մարդիկ, ամեն ստորության, ամեն կեղտի, ամեն ձևի, խնդրեմ, մարդը գնացել է այլանդակությունների արել, կանգնել է ասում է ես չեմ, բավա։ Ծիծաղելի է, չէ՞ սիրելի ժողովուրդ։ Հիմա ես չեմ խոսում ձեզ հետ, ես չեմ խոսում։ Դուք գիտեք, ես չեմ խոսում, Ձմեռ պապն է ձեզ հետ խոսում, Տեր Սահակը չի։ Բայց դուք ինձ եք տեսնում, բայց ես ձեզ կանգնեմ վաղը հետք եմ ասեմ, ես չեմ արել այդ եթերի հետ, ես չէի, Ձմեռ պապն էր եթերանում։ Ուրեմն սիրելի ժողովուրդ, մեր երկրի մեջ պետք է վերջանան այս բոլոր անարխոժությունները։ Եվ հենց եկեղեցին մաքրվեց, այդ բոլոր անարխոժությունները իրենց ավարտը կգտնեն։ Խնդրում եմ շատ տարածեք այս եթերը, ես կարծում եմ վաղը լինելու է շատ գերազանց օր, օրհնություններով լի, եւ պետք է մեր ժողովրդի համար վաղվա օրը դառնա այն պատմական օր, որովհետեւ հիմքը դրվում է ազատագրումի, եկեղեցին պիտի մաքրենք ավազակներից, այս հանցագործներից, պետք է մաքրենք այդ եկեղեցին եւ պետք է արդեն նորմալ մարդիկ ծառայեն, Աստծո ծառաներ լինեն, ոչ թե խուլիգաններ գան այնտեղ փողի համար ձեզ խափեն։ Ուրեմն Կտրիչ Ներսիսյանի, Պլանկար Սամվելը, ճամբրուկները հավաքեք, խուլիգաններ։ Ես կարծում եմ նմանապես եւ հորդորում եմ եւ պահանջում եմ այստեղից ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին ձերբակալել սատանա Կտրիչ Ներսիսյանին, ձերբակալել, մինչեւ չձերբակալվեք, Հայաստանի Հանրապետության ներքին կյանքը չի խաղաղվի։ Չի լինի ուղղակի անդոր, այդ բոլորի գեներացնողը, բանը ճարտարապետ ինքն է։ Ես ձեզ հավաստիացնում եմ, հենց բան անեք իրեն, փակեք, այդ հարցերը կլուծվեն։ Օդը կմաքրվի նաև Էջմիածնում։ Ամեն առումով։ Հերիք եղավ, որ եղավ, ինչքան համբերեցինք, ինչքան հանդուրժեցինք, ինչքան աչք փակեցինք, ինչքան խոսեցինք եւ անպատասխան մնաց, այս պարագայում այլևս վերջացած է ամեն բան եւ Կտրիչ Ներսիսյանը եւ իր բոլոր ավազակները պետք է ուրեմն ռադիկաշեն գնան։ Ուրիշ ճանապարհ ես չեմ տեսնում։ Այսքանը ուրեմն բոլորին կմաղթեմ բարձր տրամադրություն, հաղթանակը մերն է լինելու, վաղը գնացեք, սիրելիներ, եկեղեցում ձեր աղոթքը բարձրացրեք առ Աստված եւ մեր սիրելի երկրի վարչապետը, որը որ գլխավոր նախաձեռնողն է այս վեհարանավեհի շարժման եւ առաջնորդը, ես մաղթում եմ իրեն երկար տարիների արևշտություն, կյանք, առողջություն, քանի որ ինքը Փառք Աստուծո ամեն ինչ հասկացավ, ճիշտ գիտակցեց եւ այլևս ես ոչ մի դժգոհություն չունեմ։ Ես միշտ ինչ որ երբ որ ջղայնացել դժգոհել եմ, եղել է մի բան, որ բացատրել եմ ինչ է այս կառույցը, ով են այս մարդիկ, որ նրանք արևանգել են դա, որ նրանք իրավունք չունեն այնտեղ մնալու։ Փառք Աստծո, հիմա ինձնից ավելի սուր է գնահատում Փաշինյանը, ինձնից սուր է գնահատում, հա։ Սերական ասում այն բանը։ Մոլագար սերականը, չգիտեմ, տարբեր sense բաներ է, հայտարարություններ է անում, ուղակի քանդում է, ավիրում է։
Ես ուրախ եմ, շատ ուրախ եմ, որ ինքը շատ լավ հռետորական այս տաղանդներն ունի եւ ազգային ժողովի ամբիոնից, երբ որ հնչում է առաջի դեմքից նման սուր գնահատականը, սա արտացոլում է իրականության հետ աղերսը, որ այս մարդը հասկացել է վերջապես, որ ճշմարտությունը դրա մեջ է, ոչ մեկ չի ուզում մեկի վրա ցեղ շպրտել, պարսավանք բերել կամ ինչ որ մեկին զրպարտել, քավ լիցի, ես կրկնում եմ, իմ համար ցանկացած հոգեվորական, ով որ Աստծուն ծառա է, հոգեվոր եղբայրս է։ Ես բոլորին սիրում եմ եւ հարգում եմ, եթե նրանք Աստծո ծառաներն են եւ մեր ժողովրդի։ Իսկ եթե նրանք եկել են այլ նպատակներով այնտեղ, իմ թշնամիներն են։ Այս կամ մի բան, որտեղ նրանք նախ եւ առաջ մեր Տեր Հիսուս Քրիստոսի եւ Աստվածամորթ թշնամիներն են։ Այս սրանով է պայմանավորված։ Եվ հիմա եթե տվյալ անձնավորությունը Տեր Արամ Քահանան սիրված է ժողովրդին, ինչ կապ ունի ես նրան ճանաչում եմ, չեմ ճանաչում, ես իրան եղբայրաբար սիրում եմ, ողջունում եմ եւ աջակցում եմ։ Այս կամ մի բան, սա է արդարությունը, սիրելիներ։ Ուրիշ ոչ մի բան չկա ստեղ։ Ստե այնտեղը չի, որ պիտի լինի սանոթ, բարեկամ, հարևան, չգիտեմ։ Հիմա էս են դարձել։ Տեսեք, որ գնաք քննարկումների այս հոգևոր դաշտ կոչվածի այդ պատասխանատուների հետ, իրենց լրագրողներին նամանավանդ ուզում եմ դիմել այս հարթակից։ Հարցերը տվեք, էլի, խնդրում եմ, էլի, որ այդ ոնց պատահեց, որ այս եկեղեցու մեջ ինչքան 4-րդ սովխոզի գեղացիներ կան, սաղ լցվել են եկեղեցին, պաշտոններ են ստացել։ Այդ ոնց պատահեց, որ մեկը մյուս հոգևորականի ծանոթ ու բարեկամ ու չգիտեմ ու հարևան ու ազգական ու բան է դուրս գալիս։ Երբեք դա չի եղել, դուք հասկանաք, չի եղել։ Նախկինում ես չեմ տեսել այդպես բան։ Հա, բացառությամբ կարող է լինել, բայց համակարգված, այսպես մաֆիա է, չէ, դա դառնում է սպրուտ արդեն, դա եկեղեցի չի կարող լինել, դա սպրուտ է։ Այդ սպրուտը նրանք դարձել են Էջմիածինը դարձել են սպրուտ, Ճիրանների մեջ են վերցել այդ մայրաթոռը, Կուկուշկայի աթոռի վերածելով, իրաց ցեխ են դրել, փող են այնտեղ սարքել, փող են սարքել, հիմարի տեղ դնելով, ոչխարի տեղ դնելով հայ ժողովրդին։ Եվ դա տասնյակ տարիներ շարունակ եղել, 26 տարի բերանով եք ասում, քառորդ դարից ավել մի քիչ։ Հասկանում եք ինչ է դա, մի սերունդ։ Այս է, այսքանը սիրելիներ, շատ չձանձրացնեմ, որ դուք քնեք, հանգստանաք, վաղը ունեք շատ հետաքրքիր եւ լավ օր։ Եվ կարճաղոթքով վերջացնենք աշնարարչական, բազուկը սփռչական սուրբ խաչատերունական, ինձ սպաբան հայսումետև մինչև հավիտյան ամեն։ Ուրեմն կխնդրեմ շատ տարածեք ձեր գրառումները, կսպասեմ լայքերը անվճար են, նյութը բարձրանամ եւ շատ դիտումներ լինեն։ Պարզա որ պիտի նաեւ մարդիկ կան, որոնց սրտով չի, դիսլայք են ուղարկում։ Ինչ ասեմ, տգիտություն է։ Եթե հասկանան ինչի մասին է խոսքը, ես կարծում եմ գլուխը պատով ավելի շուտ կտա, քան թե դիզլայք կդնի այստեղ։ Ստեսություն խաղ գիշեր բոլորին։